Ասում եմ քեզ զենքս, գնա ինչ ուզում ես արա։ Ուշադիր եղեք ձեր ախտանշաններին, նորից ասկասեմ, տեսիս մենակ Հայաստանն է, որ կնիկ մարդու հավես չունենալը մենակ մեր պատճառից է կախված։ Վերխացավ, հեռացի, ատամից հավարի։ Իրականում թողամ գլխից հավեշտը համել ադամի երկուսն էլ զզվելի բաներ են ու եթե ձեզիք թվա թեպը գլուխ է բդի ցավա ու դիք նորմալ է ուրեմն սխալվիկ է ու համել եթե կմտածեք որ ձեր չմուծած վարկերը ավտոյի խնդիրները կռիվ դավիները էլի ձեր գլխացավի պատճառներից են այդ հարցում էլ սխալվիկ է աղբեր համբերե միքսեմ ճիշտը որն է լինում են գլխացավեր որոնց տակ լուրջ խնդիրներ են թաքնված այս վերջերս մեր Ալլայի մոտ բժիշկ Բաղդասարյանն է հյուր տեղը տեղին բժիշկ է ու քսեր որ գլխացավը ու հատկապես կրկնվող գլխացավը իր պատճառներն ունի էլի ինչ ախտանշանների դեպքում պետք է բուժարուն դիմի բժշկին օրինակ գլխացավ եւ քաշի կորուստ գլխացավ որին ուղեկցում են մշտական սրտխառնոցներ փսխումներ գլխացավ որին ուղեկցում են ինչ-որ վարքային շեղումներ որոնք նոր են զարգացել կան նշաններ որոնք որ հուշում են որ սա ուղղակի գլխացավ չէ եւ պետք է մասնագետ նայի հիվանդին եւ պետք է ավելի խորը հետազոտություններ արվեն։ Հմիքսեք անալգինի ու ասկոֆենի ջանս աղեղնին ճեսին գետևներից աղջիկ ջան, բայց օրորեմ տանակը հասավ գանգոսկրին, էլ հոտպես չեք խոսա։ Այսինքն կախված գլխացավի հաճախականությունից, տևողությունից, մարդու կյանքի որակի վրա ազդեցությունից մենք ընտրում ենք պրոֆիլակտիկ բուժում անել, թե ուղղակի ցավը հանել ցավի պահին ցավազրկողներով։ Մեր մեծերը իհարկե իմաստուն են, բայց նաև պիտի գիտակցեն, որ հոմեր սաղ գլխացավանքները մենակ հեռախոսից չեն։ Եվ եթե մարդու կյանքին վտանգ չի սպառնում, դա դեռ չի նշանակում, որ պետք է անլուրջ մոտենանք այդ գլխացավերին, բայց կարծում եմ համացան մեջ պետք է գնալ ավելի խիստ այն գլխացավերի հետևից, որոնց տակ վտանգներ են թաքնված։ Կուզեմ սեմ տեր եղեք ձեզի, թող ձեր գլուխը չցավա, որտեվ լենագանցիները սիրեն գլուխ կովալ, բանում դիմենա չէ որ կովան։ Դեր շատ գլուխները չտանիմ, բայց սկանից հետո միանգամից չելնիկ եւ շտեք հիվանդանոցները զավթեք։ Ուշադիր եղեք ձեր ախտանշաններին, առողջությունը վերջի վերջո կարևոր բան է։ Դե իսկ Գյումրիում հազիվ արևոտ եղանակին ձեր համար այս ռեպորտաժը նկարեցին Աստղիկ Խաչատրյանն ու Ռայա Լազարյանը։ Էջտանք քանի անձրև չի եկե։